Օրեր առաջ հայտնել ենք, որ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն առողջական խնդիրներ ունի։ Վերջինիս առողջական խնդիրները կապված են իր ձայնի հետ։ Նա դիմել է բժշկի, ինչի արդյունքում բուժում է ստացել։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով պատմելով իր ներկայիս առողջական վիճակի մասին։ 5 օր լռելուց հետո բժիշկս թույլ է տալու վաղը առաջին անգամ խոսել։ Շնորհակալություն նամակների ու ջերմության համար, շնորհակալություն, որ անտարբեր չեք։ Ամեն բան լավ է լինելու։ Գիտեմ, հավատում եմ, նշել է դերասանուհին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք։ Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ առողջական խնդիրներ ունի։ Դերասանուհին նշել է, որ հիվանդանոցից քիչ առաջ է դուրս եկել, քանի որ ձայն չունի բացարձակ, իր բժշկուհին արգելել է անգամ շշուկով խոսել, խնդրում է իրեն 5 օր չզանգել, չի կարողանալու խոսել, միայն գրեք, կփորձեմ գրավոր պատասխանել, նշել է Անահիտ Կիրակոսյանը։ Նրա հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ դերասանուհին այնքան էլ լավ վիճակում չէ։ Նշենք, որ Անահիտ Կիրակոսյանն իր հրապարակմանը կցել է Անի Քրիստիի «Իմ լռություն» երգը։ Երգ, որի բառերում խոսվում է կեղծ դեմքերի, կեղծ խոսքերի և կեղծ ձայների մասին։ Վերջին մեկ ամսում հայկական մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսնալուծությունն էր։ Ներդաշնակ ընտանիքը հանկարծակի որոշում է կայացրել այլևս միմյանց հետ չապրելու։ Այս մասին հանդես եկավ հրապարակումով դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, նշելով, որ իրենք հասկացել են, որ այլևս ամուսիններ չեն կարող լինել, սակայն շարունակում են լինել 4 երեխաների ծնողներ։ Գաղտնիք չէ, որ Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ ամուսնացել է այն ժամանակ, երբ նա արդեն ունեցել է 2 դուստրեր, և նա մայրություն է արել և մինչ օրս ջերմ հարաբերությունների մեջ է իր 2 դուստրերի հետ։ Անահիտ Կիրակոսյանը մարտի 8-ի առիթով անակնկալ է պատրաստել դուստրերի համար, որը ներկայացնում ենք հաջորդ թիվ։ Մեզ տրված էր հնարավորություն միջոցառման ընթացքում ինքներս պատրաստենք ծաղկեփունջ մեր իսկ ցանկությամբ ծաղիկներով, մեր իսկ մտահղացմամբ։ Ես բնականաբար 2 ծաղկեփունջ եմ պատրաստել, մեկը նվիրելու եմ Լաուրային, մյուսը Աննային։ Տեսնեմ նրանք կուրախանան, կհավանեն իմ ձեռքով պատրաստած ծաղկեփնջերը։ Եկել եմ Լաուրայի տան մոտ, սպասում եմ իրեն։ Ասել եմ իջի։ Իրեմ սեղմից շնորհավոր։ Այս իմ ձեռով պատրաստած է։ Ինչ տեսողանում ես։ Ու ես քո համար իմ ձեռքերով պատրաստում եմ։ Ուրկետ։ Մի ամսակի կապակցամ շնորհավոր, այս իմ ձեռքով պատրաստածն է։ Շատ սիրունա։ Որպես դիզայներ եւ նկարչուհի ազգո կարծիքը։ Հատում եմ 10-ից 10։ Օրեր առաջ նա բեմում է հանդես եկել իր երաժշտական կատարմամբ, որի ավարտին, երբ ծափահարություններ են հնչել, Անահիտ Կիրակոսյանը չի կարողացել թաքցնել իր արցունքները և արտասվել է բեմում։ Այս կադրերը տարածվել են համացանցով մեկ, և մարդիկ նշում են, որ միգուցե այս կերպ դերասանուհին արտահայտել է նաև իր հոգու այն թաքուն ցավը, որն ապրում է ամուսնալուծությունից հետո։ Դերասանուհին ինստագրամյան հարթակում կիսվել է իր ավագ դստեր լուսանկարներով և այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Ծնունդդ շնորհավոր Լաուրաս, արդեն կրկնակի մամա, 24 դարձեր, անհավատալի է։ Տարիներն արագ են սլանում, նշել է Անահիտ Կիրակոսյանն, այդպիսով նաև փաստելով, որ իր և իր դուստրերի միջև հարաբերությունները շարունակում են իդեալական մնալ և կապ չունի, որ ինքն ու ամուսինը այլևս որպես ամուսիններ դադարել են միմյանց հետ լինել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան էջում տարածել է տեսանյութ և դրան գցել Մայր Թերեզայի խոսքերը։ Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույն է ներեք նրանց, եթե դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույն է, բարություն գործեք, եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ, միևնույն է, հասեք հաջողության։ Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ, միևնույն է, եղեք ազնիվ և անկեղծ։ Այնինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույն է, շարունակեք կառուցել։ Եթե դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույն է, եղեք էրջանիկ, բարիքը, որ արարել եք այսօր,
Վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույն է, բարիք արարեք, կիսեցեք մարդկանց հետ ձեր ունեցածի լավագույն բաժինը և նրանց դա երբեք չի բավականացնի, բայց և այնպես շարունակեք կիսել մարդկանց հետ ձեր ունեցածի լավագույն բաժինը, վերջի վերջո դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և ձեր միջև և ոչ երբեք ձեր և նրանց միջև, էական չէ, թե ով և ինչ է խոսում ձեր մասին, ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք ձեր գործը, աղոթեք միաբան և եղեք միության մեջ։ Նշենք նաև, որ օրեր առաջ Անահիտ Կիրակոսյանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ ինքն ու ամուսինը այլևս միասին չեն։ Նշենք նաև, որ շատերի խոսքով այս կերպ դերասանուհին կարծես ակնարկում է նախկին ամուսնուն։ Անահիտ Կիրակոսյանը վերջին տարիներին նաև զբաղվում է բարեգործությամբ, նա իր ինստագրամյան հարթակում ներկայացնում է տարբեր մարդկանց, ովքեր ունեն աջակցության կարիք, ովքեր ունեն առողջական խնդիրներ և իր հանդիսատեսին ներկայացնում է տվյալ մարդկանց ու խնդրում աջակցել, օգնել, որպեսզի տվյալ մարդիկ դուրս գան անելանելի իրավիճակից։ Շատ ու շատ մարդիկ են բուժվել Անահիտ Կիրակոսյանի և իր երկրպագուների փոխանցած գումարների և օգնության շնորհիվ։ Այսօր ևս դերասանուհին ինստագրամյան հարթակում հուզիչ հրապարակում է արել։ Բանն այն է, որ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել Անահիտ Կիրակոսյանի ընկերներից մեկի՝ դերասան Պետրոս Սաֆարյանի մոտ։ Անահիտ Կիրակոսյանը հուզված է, նա իր խոսքում չի կարողանում թաքցնել արցունքները ու խնդրում է իր հետևորդներին միանալ, որպեսզի օգնել Պետրոսին հաղթահարել ստամոքսի քաղցկեղը։ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իր հետևորդներին, նշելով, որ եթե 4000 հետևորդ ընդամենը 1000 դրամ փոխանցեն, հնարավոր կլինի Պետրոսի բուժման առաջին փուլը հաղթահարել։ Ինչպես դերասանուհին է նշում, երկարատև բուժում է պահանջվում, սակայն սկզբնական փուլում կարելի է ինչ-որ չափով օգնել, հավաքելով նշված գումարը։ Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ այս ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Սաֆարյանի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ բուժման համար, ովքեր չգիտեն կամ չեն հիշում, Պետրոսի հետ մենք խաղացել ենք անցյալի ստվերներում, ես Իզանեի, ինքը Ազատը, և Պետրոսը շատ տաղանդավոր պարուսույց է, փայլուն պարող, մեր շանթի նախագծերում եղել է Պարիժ թե կարողեսում, եղել է պարահանդեսում,